Դպրոցներ, որոնք տարերի ընթացքում մնացին կրթության օջախներ։ Նինոց-Մինդայի շրջանի Սաթխայի և Օրոջալարի հանրային դպրոցներն ունեն հարուստ և հետաքրքիր պատմություն։ Նրանք ոչ միայն կրթական հարստություններ են, այլև համայնքի մշակութային և հասարակական կյանքի կարևոր կենտրոններ։ Սաթխայի դպրոցը հիմնադրվել է դեռևս խորհրդային տարիներին, որպես դարական դպրոց։ Տարիների ընթացքում այն զարգացել է, ընդլայնվել և դարձել լիարժեք հանրային դպրոց, որտեղ այսօր սովորում են հարյուրավոր աշակերտներ։ Դպրոցն իր պատմության ընթացքում տասնյակ ուսուցիչների և սերունդների ջանքերով միշտ պահպանել է կրթության բարձր մակարդակը։ Օրոջալարի հանրային դպրոցը նույնպես ունի իր յուրահատուկ անցյալը։ Սկզբում այն գործել է փոքր շենքում, որտեղ դասարանները հաճախ միավորում էին մեկ սենյակում, սակայն ժամանակի ընթացքում դպրոցը զարգացավ, կառուցվեց նոր շենք, բարելավվեց նյութատեխնիկական բազան և այսօր այն համարվում է շրջանի օրինագելի դպրոցներից մեկը։ Այսօր Նինոց-Մինդայի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի հրավերով Օրոջալարի հանրային դպրոցի մասնակցում էր մեր դպրոցի պատմությունը խորագրով միջոցառմանը։ Մեր դպրոցից մասնակցում էին 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Մենք ներկա գտնվող հանրությանը ներկայացրեցինք Օրոջալարի հանրային դպրոցի ստեղծման պատմությունը, ծխական դպրոցից մինչև միջնակարգ դպրոց, մինչև մեր օրեր։ Ես շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի աշխատակիցներին մեզ հրավերելու մասնակցության հնարավորություն ընձեռնելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք, Օրոջալարի հանրային դպրոցը միշտ պատրաստ է ներկա գտնվել քաղաքապետարանի կողմից անցկացված միջոցառումներին, ներկայանալ գեղեցիկ հասմունքներով, գեղարվեստական մասով, գեղեցիկ բառերով։ Երկու դպրոցներն էլ մեծ դեր ունեն համայնքի կյանքում։ Նրանք ոչ միայն կրթում են նոր սերունդ, այլև դառնում են մշակութային միջոցառումների և նախաձեռնությունների կենտրոն։ Շատ շրջանավարտներ այսօր աշխատում են ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ և հայրենի գյուղերի զարգացման գործում իրենց ներդրումն ունեն։ Сегодняшнее мероприятие посвящено теме «История моей школы» и организовано отделом образования, культуры и памятников мэрии Нинос-Минского муниципалитета. Участниками мероприятия являются ученики 7, 8, 9, 10, 11, 12 классов Сатхийской армянской средней школы и Орожаларской армянской средней школы. Участниками были представлены выставки, проделанные работы и написанные картины учениками, а также видеоролики и слайды по теме «История моей школы». И в знак благодарности, как приятное дополнение к сегодняшнему событию, участники мероприятия получили подарки от имени мэрии Նինոց-Մինսկого մունիցիպալիտետը։ Մենք բոլորս նվիրված ենք, յուրաքանչյուր մարդ անցել այս դպրոցը, յուրաքանչյուրս ունենք այս դպրոցը, և այն մեր նվիրվածությունն այն սերը, երբ հանդիպում ենք մեր նախկին ուսուցիչներին, մեր դասընկերներին, մենք առաջերտին խոսում ենք դպրոցի մասին։ Եվ իհարկե ձեր այսօրվա նվիրվածությունը, ձեր այսօրվա այս ներկայացնել տարբեր ֆորմատով, տարբեր ձևով, տարբեր չափով երկու դպրոցներ ներկայացրեցին, ձեզ մենակ կար մի ընդհանուր բան, դա ձեր սերը դպրոցի հանդեպ։ Այսօր
երբ ժամանակները փոխվում են, տեխնոլոգիաներն առաջ են ընթանում, Սաթխայի եւ Որոջալարի դպրոցները շարունակում են նույն առաքելությունը լուսավորել մանկության աչքերը գիտելիքի լույսով։ Նրանք մնացել են որպես անցյալի ու ներկայի կապող կամուրջներ, որտեղ ամեն դասարան, ամեն տախտակ ու անգամ դպրոցի բակ պահպանում են տարիների ջերմ հիշողությունները։ Այստեղ դաս են տալիս ոչ միայն ուսուցիչները, այլև պատերի շունչը, հիշողությունների ուժը եւ մանկության աղմկոտ ձայները։ Այս դպրոցները պարզապես շենքեր չեն, նրանց սերնդների պատմությունն են, մարդկանց ճակատագրերի եւ համայնքի սերդի բաբախյուն։ Եվ քանի դեռ հնչում է զանգը Սաթխայի եւ Որոջալարի դպրոցներում, նշանակում է կրթության լույսը չի մարում Նինոց Մինդայի հողում։